Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բժիշկների աշխատավարձերի նվազման մասին խոսակցությունները չեն դադարում, սակայն հենց բժիշկներն են պնդում, իրականությունն այլ է։ Ես կարող եմ միայն մեր առաջնային օղակի համար պատասխանեմ ձեզ, այն որ մեր աշխատավարձը ավելացել է եւ per capita, այսինքն բնակչության քանակից ելնելով, մարդաքանակից ելնելով եւ հավելավճար ենք ստացել ապահովագրությունից, այո, ավելացել է։ Նույնը փաստում է նաև Տիգրան Մեծ առողջության կենտրոնի տեղամասային թերապևտ Գոհար Ռստակյանը, նշելով, որ աշխատավարձը ոչ միայն պահպանվել, այլև աճել է։ Մեր per capita-ն պահպանված է, մեր per capita-ն ավելացած է, եւ բացի per capita-ից մենք վարձատրվում ենք նաև կյանքում առաջի անգամ հայտնաբերված հիվանդությունների համար բուժման դեպքի շրջանակներում։ Ես որպես անհատ շատ գոհ եմ ապահովագրությունից։ Որպես բժիշկ էլի գոհ եմ։ Միաժամանակ ապահովագրության ներդրումից հետո պոլիկլինիկաներում նկատվում է այցելությունների աճ։ Բժիշկներն ասում են, մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկական օգնության։ Օրվա մեջ ընդունում ենք 26 հիվանդ միջինում 15 րոպեն մեկ պարբերականությամբ։ Հունվարից սկսած հիմնականում բնականաբար այցելում են 65+ տարիքային խումբը, բայց երբեմն ունենում ենք նաև երիտասարդներ։ Մի մասը մեր քրոնիկ հիվանդներն են, որոնք հսկվում են մշտապես սարքերական հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ, շաքարային դիաբետ եւ այլն, բայց իհարկե լինում են նաև առաջնակի հիվանդներ, որոնք կարող են ունենալ նաև այդ նույն պաթոլոգիաները եւ շատ այլ տարբեր պաթոլոգիաներ։ Ծանրաբեռնվածությունը իհարկե իրականում շատ շատացել է, եթե դուք մոտենաք իմ անկետայի բաժին, այնտեղ կտեսնեք, որ արդեն հաջորդիվ մի քանի օրվա համար ասած շան չկա։ Ռստակյանն ընդգծում է, խնդիրն իրազեկվածության մեջ է։ Ուզում եմ ավելի լայն բացատրական աշխատանք տարվի լայն մասսաների հետ։ Բավականին էլ ինֆորմացված են, ուղղակի ինֆորմացված չեն երևի թե այն մասով, որ ամեն ինչ չի, որ պիտի ապահովագրությունը սպասարկի, եւ ամեն ինչ չի, որ իրենք պիտի անեն ըստ ցանկության։ Այսինքն դա պիտի լինի հստակ ուղեցույցային, պիտի լինի հստակ բժշկական ցուցումով եւ ծառայություններ կան, որոնք եւ դեղորայք կան, որոնք համավճարով են, երբեմն դեղատնից հետ են գալիս, ասում են մեզնից ինչ-որ մի փոքրիկ գումար են պահանջել եւ այլն, հետո արդեն քիչ-քիչ ինֆորմացվում են։ Ծրագրի արդյունքում ընդլայնվել են նաև բժշկական ծառայությունները, դրանք դարձնելով ավելի հասանելի բնակչության համար։ Ապահովագրությունը շատ ընդլայնել է ծառայությունները, մաչելի հասանելի է դարձրել շատ ծառայություններ, որոնցից մարդիկ առաջ չէին կարողանում օգտվեին, ու դիագնոստիկան դրանից իհարկե բարձրացել, աշխատանքի որակն է լավացել, բուժումը մատուցելն է, որակն է լավացել բուժումը։ Այո, ապահովագրությունն այն չի, որ անսահմանափակ է տրամադրում ամեն ինչը, բայց խելամիտ ու ճիշտ հաշվարկված է։ Չնայած համակարգը դեռ հարմարեցման փուլում է, բժիշկներն ընդգծում են, այն արդեն իսկ դրական ազդեցություն եւ զարգացման մեծ ներուժ ունի։ Ես համարում եմ, որ դա շատ ճիշտ ներդրում էր մեր առողջապահության ոլորտում, դա մեծ հնարավորություններ կտա, հետագայում իհարկե շատ ավելի լավ է լինելու։ Մենք հիմա պարզապես ոնց որ նոր ենք մտնում այդ ծրագրի մեջ, նոր ենք ծանոթանում, հարցեր ունենք, որ ընթացքում պարզում ենք, ժողովրդի համար է շատ լավ։ Իրոք շատ բաներից օգտվելու հնարավորություն է տալու, թե դեղորայքային, թե հետազոտական, շատ հնարավորություններ է տալի եւ մի քիչ համբերությամբ որ մոտենանք, ինձ թվում է ապագայում շատ ավելի լավ արդյունքներ կունենանք։